Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ֆուտբոլասերներ, Նուր TV եթերում տրիբունա հաղորդաշարն։ Բարև ձեզ։ Արդյոք Արսենալի ղեկավարությունը կարծում է, որ երկրորդ հորիզոնականը չեմպիոնություն է։ Արդյոք Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները գիտեն Հայաստանի պետական օրհներգը եւ արդյոք Կանադայի ֆուտբոլի հավաքականը մի օր կդառնա աշխարհի առաջնային չեմպիոն։ Մենք դա կիմանանք ոչ այս հաղորդման ժամանակ, դա ուրիշ հաղորդումների ժամանակ մենք կարող ենք իմանալ։ Իսկ ինչ կիմանանք մենք այսօր։ Մենք իմանանք թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ներկապային, ինչպիսին է մեկնաբանել ու տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչը հենց ստադիոնից եւ ինչու է Մադրիդի Ռեալը պատմության լավագույն ակումբը։ Ում ենք մենք այս ամենը քննարկելու։ Սպորտային մեկնաբան, հրաշալի անձնավորություն, Ժող ինստիտուտի շրջանավարտ Արմեն Գարամյանի հետ։ Ողջույն Արմեն։ Ողջույն։ Արեցես։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միայն ուրախ եմ, որ ֆուտբոլային հաղորդումները շատանում են Հայաստանում։ Պարտադիր չէ, որ հաղորդումը լինի խորը մասնագիտական վերլուծական, կարող է լինել նաև ժամանցային հումորային, ինչ շատ կարևոր է, նաև քննարկումները պետք է շատ լինեն ֆուտբոլի շուրջ։ Շատ լավ է, որովհետև մենք նայում ենք ձեզ, թե դուք ինչ հաղորդումներ եք անում, լավ իմաստով։ Խորը մասնագիտական։ Խորը մասնագիտական, ասում ենք, այս մարդիկ ինչի մյուս կողմից չեն երևում։ Կհանես շոյրդ։ Պատտվեմ։ Արմեն, դու հայտնի ես համացանցում քո էմոցիոնալ այդ տեքստերով, որ էդիտների արքան ես դարձել որպես այդպեսին։ Գևորն էլ էր ինձ այդ հարցը տալիս, ինձ է դա հետաքրքրեց։ Դու միջև այդ գրում ես այդ տեքստերը, թե էմոցիայի տակ գալիս ամեն ինչ։ Ոչինչ չեմ գրում, որովհետև այդ գրելը շատ վատ բան է։ Ես չեմ էլ փորձել իրականում, բայց երբ օրինակ խաղի ընթացքում փորձում ինչ-որ ինֆորմացիա նայել, կտրվում եմ խաղից, ինչը ընդհանրապես ինձ դուր չի գալիս, հետո դժվար եմ խաղ վերադառնում։ Ընդհանրապես սիրում եմ ընդհանրապես չնայել ոչ մի բանի, թե չգիտեմ անհետաքրքիր խաղ չի, առաքսով չեմ զբաղվում խաղի ընթացքում։ Ոչ միայն ֆուտբոլային խաղերը, նաև սպորտային մյուս իրադարձությունների ժամանակ դու շատ բուրըն էներգիայով եւ էմոցիա։ Նենց ես օրինակ ծանրամարտը, ինձ թվում է դու ես բարձրացնում էդի։ Ինձ էլ է դա ժոստիկը քո մոտ է։ Ու պահել Գառնիկ, պահել ապրես, կանգնիր, ու պետք է հերեն, պահել, ապրես, կեցես, դողնելու գնալ առաջ, գնա, տվել ես ապրես, ապուր Ալեքսանդր ապրես, կեցես։ Ես այդպես չմեկնաբանեմ, ավելի լավ է չմեկնաբանեմ իմ համար, որովհետև շատ անբնական ինձ թվում է կստացվի։ Ամենաէմոցիոնալ օրը խաղը դու ես կրել, էլի էդի կարելի ասել, քեզ լսե կրել են։ Դա շատ բարդ հարց է, իրականում էմոցիոնալ խաղերը շատ են, էմոցիոնալ առումով իրականում սպառվել եմ Հայաստան Ուելս խաղից հետո, որտեղ 1-1 վերջացավ, որ շատ պահեր ունենք, արդեն նյարդայնանում էի մեկնաբանելու ընթացքում։ Ես զգում եմ, որ ինչ չեմ կարողանում տիրապետել, մի բան ավելի հիմա ասեմ, որովհետև այդքան պահ ունենալու չխփել ու այդքան կարևոր խաղում աններելի էր, նման բան ես հիշում եմ Էդուարդ Քալանթերյանի մեկնաբանությամբ Հայաստան Հյուսային Մակեդոնիայի ժամանակ Հայաստան նախկին Հարավսլավիայի մաս կազմող ինչ-որ կարող ենք աշխարհագրությունից խոսել 2-2 ավարտվեց Յուրան Մովսիսյան, որ մի քանի անգամ մենակ է դուրս Էդուարդ Մաչիկով կավարտեի այս ռեպորտաժը, բայց ստիպված եմ շարունակել մոտավորապես նման էմոցիաներ ես ունեի, որ արդեն հարվածում էի սեղանին, նույնիսկ ձեռքս վնասեցի երևի թե դա էր էմոցիոնալ առումով ու մեկ էլ դե աշխարհի առաջին եզրափակիչը, բայց Մաչիկը գնացել է այդ դմփոցը։ լսում եմ։ Իսկ երբ որ խաղ չես մեկնաբանում, տանը նստած նայում ես ֆուտբոլային խաղ կամ սպորտային այլ իրադարձություն, նույն ձև ես Չէ, լրիվ հակառակ, նորմալ քրֆելով։ Չէ, լրիվ հակառակն է մոտ, հանգիստ եմ նայում, իսկ էլ կլասիկան շատ հանգիստ եմ նայում։ Հարսանիք չես ուզում վարես։ Այդպես եղել է առաջարկ, նույնիսկ զանգել են ծնունդ են կանչել, սպորտային մարդու երեխայի ծնունդ է եղել, բայց դեռ չեմ կարողանում ինձ Աղջան երեխու Ադամ Հադի գնում։ Չէ, ծնունդ։ Ծնունդն է երեխու։ Կուկաս։ Լինչ չեմ կարողանում ամուսել, չգիտեմ կստացվի թե չէ, բայց չէ երևի։ Բայց կարաս փորձես, որ չնայած ասում են մեկնաբանները լավ գումար են աշխատում։ Ստում են։ Դրա համար բարի։ Դա լավը հարաբերական է։ Այո, բարի։ Հարսանիք կլինի, լիքը այդքան սպորտսմեն ունենք ջայել։ Մենակ սպորտսմենների։ Հա, սպորտսմեններին է, ասենք դու վերցնես այդ սվերան սպորտսմենների։ Ես միայն Սամբո Քալենթյան ջան, զանգել են թենիսից։ Ֆուտբոլից զատ սիրելի սպորտաձև։
Առաջինը շախմատ, հետո թենիս։ Դու գիտես խաղալ շախմատ։ Շախմատ ինձ պապիս է սովորացրել խաղալ։ Ես պարապել եմ երկար տարիներ։ Հա, ես ուղղակի պապիս ինձ սովորացրել չեմ պարապել։ Իսկ ինչը ստիպես թողնես։ Շախմատը։ Շախմատի գնացի, որովհետև շատ ակտիվ էի, հետո տենց Դուրս եկա որտեղ пассив էի։ բալանսի էինք բարձրացել։ Ոդկս կոտրել էինք եւ 2 տարի մոտավորապես մի քանի վիրահատություն եղավ ու Վնասվածք էիր ստացել շախմատի չգնացիր։ Պարապմունքի ժամանակ ոդկս կոտրել էին նույնիսկ կարող եմ ասել։ Ամպակ գորգորա հնչում, բայց այդպես է։ Կռիվ էի կարել։ Չէ։ Հա։ Վազքի ժամանակ տենց սպրինտեր, այսինքն վերջում եզրագծի մոտ չնայած վստահ եմ որ այդ մարդը մինչ հիմա չի ընդունում որ ինքն է կոտրել։ Այդ շախմատում չէ։ Ես ուզում եմ հասկանալ շախմատի ոնց է։ Հետո քանի որ շատ ակտիվ էի այդ կոտրելուց հետո էլ պետք էր հանգիստ լինել ինձ տարան շախմատի որ ես մի քիչ ավելի հանգիստ եմ նստի երախեն նստի 4-5 ժամ նստի ոչ մի բանի մասին չմտածի մենակ շախմատի բայց հետո հասկացա որ տենց ես ամեն դեպքում չեմ էմոցիոնալ եմ շատ ու 5 ժամից ավելի չեմ կարողանում խաղալ։ Խաղալուց եւ ահա ձին գնում է առաջ, տեսնենք ինչ կանի աֆիցերը։ Ո՞վ է պատմության լավագույն շախմատիստն ըստ Շատ այս պատմության լավագույն հարցը արդեն սուբյեկտիվություն է։ Ես Վիշվանաթան Անանդին գիտեմ։ Ես Կարլսեն կասեմ։ Գիտես չէ։ Դե ինքը ուժեղ է եղել։ Կարլսեն ամեն դեպքում։ Կարլսեն։ Դա ժամանակակից շախմատը շատ է տարբերվում։ Ինչպես Կարպովից էլ։ Հա, իրականում դժվար է համատել, որովհետև այն ժամանակ չկային այս հնարավորությունները, որոնք կան հիմա։ Այդ տեսանկյունից, չէ, այն ժամանակ պարապելու համար պայմանները շատ բարդ էին։ Իսկ հիմա համակարգիչը քեզ տալիս է հնարավորություն շատ արագ սերտելու։ Իրան մի քիչ մանրամասն է պետք, որտեղ իր համար մեկը տախտակ է, AI-ը գիտի կարծում եմ դժվար չի բացատրել, չէ։ Այսինքն որ ասում է ոնց խաղաս։ Տարբերակներ առաջարկում։ Իսկ այն ժամանակ դու պետք է նստեիր, մտածեիր սրա դեմ ինչ կարա առաջարկի։ Իսկ հիմա համակարգչին տալիս ես այդ մի քայլը, ինքը բոլորը միանգամից ասում։ Լրիվ առաջ է գնացել տեխնիկան։ 2 ամսա փոխարեն մի րոպե կարաս մտածես էլի։ Ոնց հասկացար որ դու պետքա դառնաս լրագրող։ Մեկնաբան։ Գիտես խի որտեղ շախմատով զբաղվել սովորելա տնտեսագիտական համալսարան։ Ուրա ճանապարհը։ Տնտեսագիտական համալսարանը, եթե նայողների մեջ կան տնտեսագիտական համալսարանը ավարտածներ, ովքեր տնտեսագետներ են ու աշխատում են իրենց մասնագիտությամբ, պլյուս դրեք դուք ունեք նվեր։ Տնտեսագիտական համալսարանը որ բաժնում էր սովորում։ Ֆինանսների մաքսային։ Ինչ տվեց տնտեսագիտական համալսարանը քեզ։ Ու հասկանում սա համալսարանի գովազդա դրական կողմով։ Տնտեսագիտական համալսարանը դու Big Ben-ը հիշում ես։ Հա, երկի հիշում։ Բայց չէի օգտվում Big Ben, որտեղ ընդհանրապես սուրճ չեմ խմում։ Հա։ Բայց ես ժողովի դիմացի հոտ-դոգներն էի շատ սիրում։ Վատկետ ճուփով, բայց շատ համով։ Այո, շնորհակալություն, որ մենք կարողացանք այդ ցելոֆոնը ուտելուց հետո դեռ ողջ ենք։ Ես նույնիսկ որ ծառայում էի, երազում էի գալ արձակուրդ գնալ։ Ես էլ եմ շատ երազել դա։ Ծառայությունից գամ, որ եղավ, բայց Կարմենի մոտ ստացվել է եկել ես։ Հա, կոմոդ անտերից ուտեմ։ Այդ հոտ-դոգից։ շատ համով է։ Շատ համով էր, իսկականից շատ համով էր։ Ես հենց հիմա ասեն ինչ խոհանոց կուզես, բոլոր խոհանոցները դրած եմ այդ հոտ-դոգը։ Ես նույնիսկ խնդրում էի դասախոսին ասում էի զանգ է գալիս կարող դուրս գալ, իջում էի հոտ-դոգ էի ուտ։ Մեկ տենց։ Դու էլ ես նես բան։ Ո՞քի ամաչում էի դասամիջոցին ուտել, որտեղ վատ ժամանակ հետո քիչ մարտենար։ Քիչ մարտենա։ Մադրիդի Ռեալի երկրպագու ես։ Կրիշտիանո Ռոնալդոյի երկրպագու ես։ Ինչպես է ստացվում քո մոտ պայել օբյեկտիվությունը մասնագիտական մեջ։ Ես չգիտեմ իրականում ստացվում է թե չէ, բայց երբ աշխարհի առաջնության ժամանակ ինձ ասում էին կամ Եվրոյի ժամանակ որ կոմենտներ էին գրում Մեսսի երկրպագու է, Արգենտինայի երկրպագու է, ես հասկանում եմ ուրեմն ստացվել է։ Հա, ճիշտ աշխատանք է եղել, որ ասել են Ռոնալդոյի երկրպագու է, երբ Ռոնալդոյի առաջին խաղն էր Եվրո 2024-ում, ես մի փոքր տենց լիրիկական տեքստով սկսեցի եթերը, դրանից հետո բոլորն ասացին դե Ռոնալդոյի երկրպագու է եւ այլն, բայց դե ես չեմ թաքցնում որ Ռեալի ու Ռոնալդոյի երկրպագում, իհարկե դա կարող է բացասական է, որովհետեւ մարդիկ արդեն իրենց գլխում ունեն որ ենթագիտակցաբար օբյեկտիվ չեն նայում։ Պետք է մտածեն որ ես սուբյեկտիվ եմ շատ, բայց ինձ թվում է ես կարողանում եմ պայել օբյեկտիվություն։ Կարծում եմ ամեն մեկը իրավունք ունի արտահայտելու թե ինքը որ թիմին է երկրպագու։ Բայց ինչի Ռոնալդո։ Կամ ինչի է Ռոնալդոն ուժեղ։ Նախ ես օրինակ քո կարծիքին համաձայն չեմ լինելու, բայց հիմա դե չասեմ։ Չէ, ուզում ենք լսենք մեր կան 4 հոգի սիրում են Ռոնալդոին։ Մեր դիտողներից 6 հոգի են տնեցիք, մաման, papan ու всё։ Այսինքն մամաներն ու papaները այսի փակ լինկով տալիս։ Փակ լինկով տալիս։ Չէ, լավ, ինչի Ռոնալդո։ Ես նախ որ
ֆուտբոլ սկսել եմ սիրել, եղել է Եվրո 2004-ի եզրափակչից սկսած, երբ որ Պորտուգալիան պարտվեց Հունաստանին ու Ռոնալդուն դեռ տենց թինեյջեր տենց վիճակում էր ու լացում էր, ինձ հետաքրքրեց ինչի է լացում էլ, ես իհարկե 10 տարեկան էի ու հետո սկսեցի United-ին համակրել, հետո անցա Real-ի։ Ինչու Ռոնալդու, որովհետև նախ Ռոնալդուին շատ եմ ուսումնասիրել Ռոնալդուի կյանքը։ Իհարկե Մեսսին էլ եմ ուսումնասիրել, բայց Ռոնալդուն ինձ համար այլ օրինակ է, որովհետև ասում են կա տաղանդ ու կա աշխատասիրություն, իհարկե երկուսն էլ ունի Մեսսին, Ռոնալդուն էլ երկուսը ունի, բայց Ռոնալդուն աշխատասիրության շնորհիվ է հասել այս մակարդակին։ Մեսսին առաջինը տաղանդի շնորհիվ, եթե չլիներ աշխատասիրությունը, իհարկե Մեսսին չէր լինի այն մակարդակին, որին կա իսկ Ռոնալդուի մոտ, եթե ինքը համ աշխատասեր չլիներ, համ չփորձեր դառնալ տաղանդավոր, չէր լինի այս մակարդակին, այսինքն ինքը երկու ուղղությամբ է աշխատել, որովհետև տաղանդն էլ կարելի է ձեռք բերել, իհարկե դա վիճելի է, բայց Ռոնալդուն աշխատասիրության շնորհիվ նաև տաղանդ է ձեռք բերել։ Դրա համար ինքը իմ համար օրինակ է, որ մինչև հիմա 40 տարեկանում ինքը ամեն խաղում ուզում է գոլ խփի։ Ինքը ամեն խաղին պատրաստ մնաց, ոնց 18-19 տարեկան Մեսսին հիմա վայելում է ֆուտբոլը։ Ես չեմ ասում դա սխալ է։ Այնքան է վաստակել ինքը, այնքան է արել ֆուտբոլի համար։ Հենց Ամերիկայի այդ հոլիվուդյան աստղերի մեջ, որ ինքն է որպես աստղ սելեբրիթի տենց ապրել։ Դե հա, բայց ինքը հիմա քայլելով ֆուտբոլ է խաղում MLS-ում։ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում չեն էլ կանա, չէ՞ որ ինձ։ Քայլով են խաղում բոլորը։ Դե ինքն է ընտրել այդ տարբերակը։ Ասեն գումարի համար չի գնա, դե գումարը չէր ուզում աշխատել։ Չէր աշխատում իջև։ Նես չի փող չուներ էլի։ Հաստատ նպատակամաղվածությունը Ռոնալդուի մոտ ես համաձայն եմ Արմենի հետ շատ ավելի մեծ է։ Ես զարմանում եմ, ասենք դու ամեն ինչ հաղթել ես, ամեն ինչ, լավ, աշխարհի գավաթ չկա։ Դրա համար ինքը խաղալով նաև ուզում է խաղալ աշխարհի առաջությունում։ Եթե 22-ին ինքը դառնար աշխարհի չեմպիոն կամ 24-ին էլի Եվրոպայի չեմպիոն, 22-ին չէր ավարտի, 24-ին վստահ եմ, եթե Եվրոպայի չեմպիոն դառնար, կավարտեր կարիերան։ Ամեն ինչ հաղթել ես, թող տղեկն է խաղան։ Ազար օրինակ, ես Ազարին շատ եմ սիրել այն ժամանակ, հետո որ արդեն սկսեց երկու հատ բան ասել, դրանից սկսել եմ։ Ազարին։ Այո, Էդեն Ազարին, ինքը իմ համար եղել է տաղանդավոր ֆուտբոլիստ, Չելսիում, որ ինքը խաղում էր։ Ռոնալդո Մեսսի համեմատության ժամանակ ես հենց կարծիք եմ երբեմն հայտնում, որ երկուսն է ուժեղ են, տաղավարի ցավ են երկուսն է, շատ ուժեղ են, շատ լավն են։ Իրանցից 15 տարի իրանք ստվերի տակ են թողել բոլորին, բոլոր տաղանդավոր, բայց եթե տաղանդավոր ֆուտբոլիստներ եղել են օրինակ հենց մեկը Ազարը, նույն աշխատասիրությամբ ոնց Ռոնալդուն լիներ, ինքը չարեց, բայց ինքը կարար այդ մակարդակի ուժեղ ֆուտբոլիստ դառնալ։ Ես մտածում եմ, որ ցանկացած Ռոնալդոյի մակարդակի հավասար, չէ՞ թարգի։ Ես նույնիսկ հիմա չեմ տեսնում մի ֆուտբոլիստի, որը կարող է Ռոնալդոյի մակարդակի ֆուտբոլ խաղալ։ Յամալի օրինակն են անդադ բերում։ Յամալի դեպքում մի քիչ կվիճեմ, ես ու Էդուարդը Քարանթյանը հարցի շուրջ վիճում ենք, ինքը ասում է չի դառնա Յամալը, ես ասում եմ կդառնա։ Ում մակարդակի մոտ։ Ոչ թե կդառնա ինչ-որ մեկի մակարդակի, այլ կայուն, չգիտեմ, 10 տարի օրինակ անընդհատ կաճի ինքը։ Ոչ թե Ֆատի նման մի տարի լավ ֆուտբոլ խաղա, հետո Կանյան ինչ հիմա է անում։ Հա, գոնես մակարդակի ֆուտբոլ խաղա։ Չնայած հիմա իր OGG-ն իհարկե բարձր է, բայց ինքը արժևի գծում ամենակ լավը, պաշտպանությունում։ Ինքը նույնիսկ մենակ դարպասապայի առաջ շատ վատն է։ Հա, բայց իր հերվից արվածները, իր տեխնիկան, իր դրիբլինգը, իր ուղեղը ոնց է աշխատում, այդ կարող է ինքը շարունակի տենց մտածել, թե չէ, եթե հիմա 17 տարեկանում հայտնի արտահայտություն կա, չէ, աստղային է տանել, այդ լինի իր մոտ, կարող շատ վատ է աստղային։ Չէ։ Դե ես օրինակ երբեք թակավորի դիմաց երկու հատ ակնոցով սենց չէի հետ։ Դե մարդիկ ասում են աշխարհի առաջության եզրափակչից հետո 22 թվականի, երբ Մբապեն նստած էր խոտացածքին, Մակրոնը նրան մոտեցավ, ինքը ոտքի չկանգնեց ուղղակի, ասում են դա անարգանք է։ 120 րոպե մարդը վազել է երկրի համար։ Դե ամեն դեպքում բոլորը ասում են պետք է կանգներ, չհարգեց եւ այլն, բայց դա մտածելակերպի ինչ որ խնդիր է ինձ թվում, բայց մեծագույն մարզիչներ, մասնագետներ, ովքեր երկուսին համեմատելուց ոչ են մարզիչներ, ովքեր մարզել են Ռոնալդոին կամ Մեսսին, Ֆերգյուսոնի, Գուարդիոլայի, հիմնականում Մեսսին են տալիս որպես աշխարհի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Տեսա՞ր։ Ինչ։ Վարուժան Սուկեսյանի օրինակ ես բերում։ Վարուժան Սուկեսյանը ես գիտեմ, մենք Երևանում թաղման բյուրո շատ եմ գնացել, Վարուժան Սուկեսյանին գիտեմ։ Դե լավ, այդտեղից ես հիշում Վարուժան Սուկեսյանը։ Չէ, ես Վարուժան Սուկեսյանը ինքը Արարատի մարզիչներ, նույնիսկ հիշում եմ ոսկե խաղին, եթե ճիշտ եմ հիշում, Փյունիկ Արարատ ինքն էր մարզիչը։ Հայաստանի առաջին գավաթակիրն է որպես։ Նաև Հայաստանի ավակներից կարելի է հիշել։ Արարատը ժամանակ շատ ուժեղ էր Փյունիկի
Դա էլ պետք չի իրակալության ժամանակ Վարոժան Սուքերսյանը Արարատը, եթե ճիշտ եմ հիշում, ինքն էր, մեկ էլ Թուրքիային, որ 2-1 հաղթեցինք, հիշում եմ երիտասարդականի հավաքականի մարզիչներ։ Առայեղ խաղի։ Այդ տարի շատ լավ է խաղացել մեր հավաքականը, երիտասարդական։ Ու լավ, մենք գլխգանք հավաքականի հարցին։ Մարզիչների կարծիքով։ Այո, մարզիչների կարծիքով։ Ինչու են տենց կարծում։ Այո, բոլորը ասում են դե Մեսին է շատ ուժեղ, Մեսին է։ Ասեմ այդ պատասխանը ինձ համար շատ միանշանակ է, այդ հարցի պատասխանը միանշանակ է շատ, որովհետև Ռոնալդուի հետ հեշտ չի աշխատել որպես մարզիչ։ Ու այդ շատ ակնհայտ է, ինքը բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է, բնավորություն ունի նաև Մեսին իհարկե, բայց Մեսին ավելի շատ հարմարվող է, Ռոնալդուն ոչ։ Ռոնալդուն հիմա է որ կարող է ինքը փոփոխություն ուզի ու փոխանցի այն ժամանակ 95-րդ րոպեին փոխանցել կարող էր դժգոհել մարզիչները իհարկե ինքը վաստակել էր չփոխանցվելու իրավունքը բայց մարզիչների հետ անդադ այդ խնդիրը կար որ ուզում էին փոխանցել բայց նա չէր ուզում Ֆերնանդո Սանտուշ աշխարհի առաջնությունը որ ուզում էր փոխանցել այդ խնդիրները անդադ կայից Մեսսի հետ կարծում եմ նման խնդիր մարզիչները չեն ունենում ավելի հեշտ է մարզիչների համար աշխատել Մեսսի հետ ես մեկ է մտածում եմ որ մարզիչների այսինքն հակառակորդ թիմի մարզիչն է օրինակ Վենգերը ինքը շատ հեշտ կխաղա իր թիմը կպատրաստի Ռոնալդոյի դեմ քան Մեսսիի դեմ այդ տարիք մինչև 29-30-31 տարեկան 12-14 թվերին որ Մեսսին ֆենոմենալ էր խաղում Ռոնալդուն էլ էր ֆենոմենալ հավասարը չէ 91 գոլը 30 քանի գոլային փոխանցում այդ տարի դա բայց իմ համար Մեսսի ամենապիկը եղել է 10-11 թվականը Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան որ այդ տարի 50 մոտավորապես 90+ գործողություն արել գոլային Այդ էլ է տարբերակ համաձայն եմ որ մարզիչները կարող են մտածել ինձ թվում է այդ որ ասում են 12 թվականն է Բայց Ռոնալդոին որպես գլխավոր մարզիչ կախված թե դու ֆուտբոլիստից ինչ ես ուզում Եթե ես լինեի գլխավոր մարզիչ ես կուզեի մեծ խաղերի ֆուտբոլիստ ես Մեսսին որպես տաղանդ ավելի շատ եմ սիրում, բայց Ռոնալդո կընտրեի միանշանակ։ Մեծ խաղերի ֆուտբոլիստ ավելի շատ Կրիշտիանոն է, ոչ թե Մեսսին։ Դե մեծ խաղերում իրար հետ միշտ Մեսսին ավելի շատ է հաղթել։ Իրար դեմ։ Այո։ Դե մենակ այդտեղ անհատական պայքար չի թիմային պայքար։ պայքար։ Ուզում եմ ասեմ մեծ խաղեր մյուս թիմ մի հոգու չես տանելու։ Ահա ոչ թիմ ընտրել։ Թիմ ես ընտրում, ասա ինքն է թողա։ Իսկ ով է Իսպանիան ամենաուժեղ ֆուտբոլը խաղում Եվրոպայում։ Պետրի, Յամալ, Սալահ։ Վիտին։ Շատ ես օրինակ չէի մտածի որ Սալահի անունը կտայր։ Ես ընենց եմ ուզում ինքը հաղթի ոսկե գնդակը։ Հա, ուղղակի որ մի քիչ ուրիշ ձև է։ Ամեն ինչ ուրիշ ձև դասավորվեց Լիվերպուլի։ Չէ, ես կուզենայի շատ, օրինակ Սալահը արժանի է ոսկե գնդակի։ Սալահը, հա, ինձ թվում է կարիերայում է վաստակել ոսկե գնդակ ոչ թե այս մրցաշրջանում, տենց ֆուտբոլիստները իրականում պետք է ստանան ոսկե գնդակ։ Օրինակ պատկերացրավ վաղը ասում են Արմեն ջան, արի դու ես մասնակցում։ Գրի 3 անունը։ Ինտերը դարձել է հիմնական մասնակցողը Ինտերը դարձել է չեմպիոն, Հենոն հետրիկ արել եզրափակում աշխարհի ակումբային առողջության եզրափակիչ հասել են ցավոք պարտվել են աշխարհի ակումբային եզրափակում, շուտ ուրիշ թեմի կապ չունի։ Մադրիդի Ռեալ։ Չէ, Մադրիդի Ռեալը չի անցնելու։ Ինտեր Մայամին օրինակ պարտվել է։ Ով է գրել էս եկել։ Բայց 2 հատ գոլ է խփել եզրափակում էլի։ Հենոն։ Հա։ Դե շատ տրամաբանական չի, նույնիսկ եթե չասեիր որ մխիթարանք Գրեց առաջ տեղ մխիթեն երկրորդը։ Իսկ եթե հետրիկ չանի, ուղղակի Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգան։ Ինչքանով է բարձրանում իր վարկանիշը այդ առումով։ Նախ որպես հայ ինձ թվում է, եթե Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգան, ես պարտավոր եմ Հենոին երրակում դնել։ Բայց եթե որոշիչ գոլ խփի եզրափակում, երևի թե կստիպի, որ ինձ առաջին երկե Մխիթարյանը աշխարհում բնականաբար լավագույնը չի Իսպանիային, բայց եթե տենց բան լինի, ինձ թվում է Օրինակ ես շատ կուզենայի, մեկը դուրս էր մնալու Բարսելոնան, եթե օրինակ տենց դուրս էր մնալու, այն գոլը հաշվեին։ Դե ես շատ կուզեի, ես առավել կան կուզեի որ հաշվեին։ Այդտենց աուտսայդները չպետք է հաշվեն։ Բայց եթե դու չգիտեիր երկրորդ խաղ, դու բնականաբար չգիտեիր երկրորդ խաղի սցենարը, կուզեիր որ հաշվեին հենց այդ բանին թե ոչ։ Նման գոլերը ոչ թե Հենոյի գոլը հաշվեին, նման գոլերը պետք է հաշվեն։ Այդ սանտիմետրի հարցը։ Եթե սա օգուտ է տալիս հարցակող թիմին, բայց դա օրենքա պետք է հաշվեն։ Բայց դա օրենք է։ Այսինքն օրենք փոխեն, որ դա թույլատրելի լինի։ Փոխեն այդ օրենքը, բայց ճիշտ են արել, սխալ բան չեն արել։ Չէ, օրենքով ճիշտ են արել, որ չեն հաշվել, բայց ես մարդկային է նայում գեվը, էլի։ Էսի չի օգնում։ Ոնց պետք է անել մրցարարի լավ։ Էսի չի օգնում։ Էսի կօգնի վազքի մրցույթում Հուսեյն Բոլթը առաջացնի, այսքանով որ ֆոտո ֆինիշ կանեն, կազգանով։ Բայց սա ֆուտբոլում իսկականից չի առավելություն քեզ չի տալիս։
Լուկակուի այնի Ռաֆինյայի Լևանդովսկու ոտը Մարդ ինչ մեղք ունի։ մեր հաղորդումը ունի 3 օրենք։ Այստեղ տաղավար մտնելիս ձեռքերը լվանում են։ Լավ, Այստեղ չեն ասում, որ Ռեալը 15 անգամ Չեմպիոնների լիգա է հաղթել։ շատ լավ։ Եվ այստեղ խաղում են պարտադիր խաղ։ Եվ խաղը կոչվում է Ով եմ ես։ Այս հրաշալի տաղավարում մեր հաղորդումը իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր գործընկերոջը Արփիներ։ Շնորհակալություն։ Մենք սկսում ենք Ով եմ ես խաղը, իսկ խաղը կսկսի մեր ընկեր Արմեն Գարամյանը։ Գործող ֆուտբոլիստ եմ։ Այո։ Այո։ Եվրոպայում եմ խաղում։ Այո։ Տարոսիկներ անշ։ Այո։ Լա լիգայում եմ խաղում։ Ոչ։ Ոչ։ Խաղում, չէ՞ ասեցի։ Խաղում։ Հա, ոչ։ Ուրեմն խաղացել եմ։ Դե լավ էլի Գևորգ։ Ես լավ չեմ լսում։ Մոտիկից։ Ընտրեմ հարց։ Ես կարիերաս ավարտել եմ։ Ոչ։ Ես գործող ֆուտբոլիստ եմ։ Այո, Այո, Top 5 լիգաներ։ ոչ։ ոչ։ Իմ տարբերակները բրցան։ Ասերիայում եմ խաղում։ Ոչ։ Դեբիլա նույն հարցը դաց։ Ես կարես հաստատ չեմ ավարտել։ Ես ծնունդով Չէ։ չեմ ծնվել, չի ծնվել։ Ընտրեմ հարցը։ Ես ծնունդով Ամերիկա մայրցամաքից եմ։ Այո, այո։ Հա, Բոլորս ընդեղից։ Ամերիկա աշխարհամասից ենք։ Ահա, ես սևամորթ եմ։ Այո, Ես Կանադայում եմ խաղում։ այո։ Ալֆոնսո Դեյվիս։ Ու իմ հերթն Top 5 լիգաներ։ Ռուսաստանի առաջնություն։ այո։ Այո։ Դաղալեք խաղում դրեք չեմ ջան։ Ռուսաստանի արվեց մաչի գիտեմ այդ բայերից։ Կրասնոդար։ Այո։ Այո։ Էդուարդ Սպերցյան։ Ահա։ Լավ դե։ Հիմա կոյերն։ Ճիշտ է ոնց կարա մարդ մենակ իրեն։ Պրեմիեր լիգայում եմ խաղում։ Այո։ Այո։ Top 4 ակումբներում եմ խաղում։ Այո, այո։ Այո, հա։ Հա։ Թե գործող թե պատմությամբ, այո, իհարկե։ Գործող ֆուտբոլիստ Արսենալից։ Այո։ Չէ, հարցնում Հա? ես վստահ է։ Այո, վստահ է։ Մարտին Էդեգոր։ Բայաս։ Այո։ Մարտին Էդեգոր։ Ես կաչ։ Կարաս հանես տեսնես Բացեմ ու ասենք բան, չէ՞, Լեանդրո Տրոսար լինի։ Բայց շատ ուրիշ նկար է դրած ընդհանրապես։ Այստեղ ինքը Այս chat GPT-ն է ստեղծել ինձ թվում է, Էդեգորին ու օրինակ Սյորլոտին խառնել ալու։ Էդեգորի Նորվեգիայի նկարը։ Բայց ես Ալֆոնսո Դեյվիս, ես Ամերիկայից մենակ իրեն գիտեմ։ Ամերիկա աշխարհամասից ֆուտբոլիստ։ Հա, Լենդոն Դոնովան։ Ոչ մեկին։ Քրիստիան Պուլիշ։ Չէ, չէ, դե Կանադա, Ամերիկա չէ, շատ Յունուս կա։ Մուսային։ Կալուկյան։ Պուլիշիչը, Դոնովանը, Դեմսին, Էլով։ Ուսանողական լիգ։ Դեմսի կար։ Կլին Դեմսի։ Հա, Այո։ 10 համարներ, եթե ճիշտ եմ հիշում, թե 11։ 10 Դոնովանն էր 10-ը։ Ինչ ասել, եթե Դարպասապահը 19 համար։ Եթե մենք չհիշենք, Դարպասապահը Ասա։ Թիմ Հովարդ, Ամպրես։ Հովարդ։ Որտեղ էր խաղում Պրեմիեր լիգայում։ Էվերթոն թող խաղա։ Ճիշտ չի, ճիշտ է։ բայց բացի Էվերտոնից մի տեղ էլ է խաղացել Պրեմիեր լիգա, ավելի անվանի թիմ։ Չգիտեմ որտեղ։ Ավելի անվանի թիմ։ Ավելի Շատ անվանի թիմ անվանի Արսենալ։ Ոչ։ Բարսելոն, Պրեմիեր լիգայից։ Փյունիկ։ Այո։ Իմ 3 անվանի Մենք թիմեր գեւը են։ որ ասում ավելի անվանի թիմ ինչ ես հասկանում։ Ավելի անվանի թիմ, այսինքն դա պետք է լինի Էվերթոնի հաջորդ թիմը։ Եթե դուք եք ուզում ունենալ գեղեցիկ մարզաշապիկներ, ձեր սիրած ակումբի ջերսիները, լեգենդների մարզաշապիկներ, ապա այցելեք Երևան տոնավաճառ, 3-րդ հարկ B193 տաղավար։ Ֆուտբոլ 1 Արմենիա։ Հարգելի հեռուստադիտողներ, խաղը խաղացինք, բավականին արագ ստացվեց։ Մարտին Էդեգորն էր քեզ ընկել։ Ու Արսենալը կիսա եզրափակում էր Չեմպիոնների լիգայի։ Հիմա մենք գիտենք եզրափակչի մասնակիցներին։ Արդար էր ամեն ինչ։ Արդար կլիներ նաև PSG Բարսելոնա եզրափակիչը, բայց Ինտերն ավելի շատ բնավորություն ցույց տվեց ու դրա համար երևի թե մի փոքր ավելի արդար է, որ Ինտերն է եզրափակում, եթե Բարսելոնային կարողանում ես հիմնական ժամանակում 6 գոլ խփել, ուրեմն առնվազն արժանի է եզրափակում խաղալուն, չնայած չեմ կարծում ամենաուժեղ պաշտպանություն ունի Բարսելոնան, հենց Ֆլիկի Ամենաուժեղ պաշտպանությունը հենց Ինտերը ուներ։ Այո, հենց Ֆլիկի խնդիրն այն է, որ նա շեշտը դնում է ավելի շատ գոլ խփելու վրա մրցակցից ու հիմնական
ուժեղ կողմը հարձակումն է։ Իսկ Ինտերինը որքան էլ ասում ենք պաշտպանությունն է, բայց հասկացանք, որ Յամալը, Ռաֆինյան կարող են շատ հանգիստ քանդել Պետրիի հետ պաշտպանությունը Ինտերի, բայց ինձ համար Ինտերի պաշտպանները իրոք կարծում եմ եզրափակչում որոշիչ դեր կունեն։ Իսկ որն է քեզ համար ավելի ընդունելի ֆուտբոլը։ Ինտերի ֆուտբոլը, որ դու կարաս օրինակ հաղթես 3 հանդիպում անընդմեջ, հաղթես, չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, բայց անփառունակ ֆուտբոլով, այսինքն տպավորիչ ֆուտբոլ չխաղաս, թե խաղաս Բարսելոնայի պես, հաղթես 3-ից 2-ը մեկը ոչ ոքի, բայց խաղաս այն ֆուտբոլը, որ խաղում են հիմա։ Ես համաձայն չեմ, որ Ինտերը կարող է ընդհանրապես խաղում են նման ֆուտբոլ, ոչ դիտարժան։ Բարսելոնայի հետ տրամաբանական որ այդպես պետք է խաղար։ Բաց ֆուտբոլ խաղալը մահապատժ էր հավասար Բարսելոնայի հետ, բայց կան թիմեր, որ խաղում են նման ֆուտբոլ եւ ինձ համար դա գեղեցիկ չէ։ Ինտերի միքս է կարելի ասել, որովհետեւ Ատլետիկոն էլ է փոխել իրականում վերջերս։ Սիմեոնեն հասկացավ, որ այդ 1-0 ֆուտբոլները ոչնչի մասին են։ Այդ 1-0 ֆուտբոլին ես ասում Հունաստանի ֆուտբոլ։ Խի, Որտեվ դու նայել ես 2004-ի 1-ը, հա։ Հունաստանի ֆուտբոլ։ Խմբային մեր խմբից հետ այնց դուրս եկան։ Հայաստան, Հունաստան, Իսպանիա, Հյուսիսային Իռլանդիա։ Հյուսիսային Իռլանդիային ենք 2 խաղը 1-0։ Դու կարող շփվեք։ Հյուսիսային 1-0, հրե։ 2 խաղացել ենք Ուկրաինայի։ Իսկ եթե վերադառնանք այդ հարցին, հա, Ինտերը կարծում եմ միքսեց համ լավ պաշտպանություն, ճակերտներում լավ պաշտպանություն, որտեղ իրականում ավելի շատ կարող էր բաց թողել, եթե չլիներ Զոմերը կամ Բաստոնին ու Աչերպին մի քանի անգամ չփրկի։ Դարպասաձողերը Դարպասաձողերը առաջին խաղում, լավ։ Հետո դարպասաձողից մեկն օգնեց մեկը գոլ մտավ Ռաֆինյայի հարվածի դեպքում։ Միքսեց ու արդյունք ստացա, որտեղ տեսանք մենք նույնիսկ Ինտերը Մոնջուիկում երկրորդ խաղակեսում գնդակով ֆուտբոլ էր խաղում որոշ ժամանակ, այսինքն կարող էր ցույց տվեց, որ անակնկալի կարող է բերել, Ինտերը մի փոքր ավելի արժանի էր։ Համարձակ հայտարարություն եմ ուզում անեմ, եթե Հենրիխ Մխիթարյանը չխաղար Ինտերում, որ թիմին կերկրպագես։ Եզրափակչում։ Ինտերի ֆուտբոլը։ Էլի Ինտերին։ Հա։ Ես օրինակ Paris Saint-Germain-ին։ Լուիս Էնրիկեի համար։ Ոչ որ Մբապեն տխի։ Այսինքն ռեալի դեմ Դա ապրեսեն են։ Բարսելոնայի երկրպագությունը շատ արժանի ֆուտբոլիստներ։ Իրոք այդ ուժեղ ֆուտբոլի համար, օրինակ ինչպես նշեցիր PSG Բարսելոն խաղն էլ կարար եզրափակել, այսինքն PSG-ն կար, չէ՞։ PSG-ն Arsenal-ը ոչ, իր ցույց տված խաղով։ Ես կուզենայի օրինակ Paris Saint-Germain նախ ֆրանսիական թող լինի երկրորդ թիմը, որ դառնա չեմպիոն, եթե Հենոն չխաղա Ինտերում։ Թեպ Ինտերն հենց խաղ փրկեց։ Կիսա եզրափակչում։ Ես Աչերբի պատմությունը չգիտեի, հետո որ իմացա, սկսեցի ավելի խորը ուսումնասիրել ու շատ ծանր տարիներ ապրել, ու այդ ֆուտբոլիստը 37 տարեկանում առաջին գոլը Եվրոգավաթեն ու սենց խաղում, սենց գոլ։ Շատ ապրենք։ Ինքը թիմը արժանի են։ Ու գիտես որ Ինզագին այդ ժամանակ հարցրել է, ինչ գործ ունի Աչերբին Տուգանային հրապարակ։ Չէ, ասում եմ, ես տեսա ինքը գնում էր Տուգանային հրապարակ։ Ասում եմ, դե նայեցի ժամացույցին, տեսա ոնց որ ժամանակը ավարտվում էր 2.5 րոպե մնաց, ասի լավ, դե հիմա ինչքան չեմ ասի, այդքան ճամփեն հետ գնում։ Համարը հասակակիցներ են, էլի դենց։ Խոսում ենք եվրոպական ֆուտբոլից, մերը թողնում ենք։ Հայաստանի, ըստ քեզ ճիշտ է չափել Հայաստանի ազգային հավաքականով հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակը։ Թե ուղղակի Հայաստանի ազգային հավաքականը վերջին արդյունքն է, որը ցույց է տալիս ինչ աշխատանք է տարվում հայկական ֆուտբոլում։ Ընդհանրապես ես չէի կապի։ Ու հայկական ֆուտբոլ ասելով ես չեմ հասկանում Հայաստանի հավաքական, որովհետև ավելի շատ ակումբային ֆուտբոլն է հայկական ֆուտբոլը, հետո նոր հավաքականը իհարկե փոխկապակցված են իրար հետ, որովհետև ակումբային ֆուտբոլից պետք է շատ ֆուտբոլիստներ մատակարարվեն հավաքական, բայց մեր դեպքում մի փոքր այլ է։ Հայաստանի ակումբայինից չէ պետք է մատակարարվեն։ Բա ոչ Ռուսաստանի, ցանկալի է Հայաստանի ակումբայինից, մեր դեպքում մի փոքր այլ է, տարբեր երկրների ակումբային ֆուտբոլներից ավելի շատ են մատակարարվում։ Եթե մեր առաջին մակարդակին ենք նայում, տրամաբանություն կա, որ դրսից են ավելի շատ ֆուտբոլիստներ, որտեղ մեր ակումբային ֆուտբոլի մակարդակը ցածր է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի վերջին մամլոասուլիսի ժամանակ նա նաև նշեց, որ ֆեդերացիայի աշխատանքներից մեկը եղել է դա, որ մեր թիմերը մասնակցել են ակումբային միջազգային մրցաշարի։ Օրինակ Նոայի դեպքում դաշտը Աբովյանի քաղաքային մարզադաշտը կարող ենք ասել, որ ֆեդերացիային է պատկանում ինքն է տվել։ Այդտեղ կարող ավանդունի Նոան չունի դեռ սեփական խաղադաշտ, ուզում են սարքել էջմիածնում մարզաբազային կառուցում չենք։ Չէ, այդ մի քիչ շատ ծայրահեղ արտահայտությունը, բայց եթե թիմը խաղում է Եվրոգավաթ չունի, հիմա արի նայենք դրսի թիմերին եվրոպական, որոնք խաղում են Եվրոգավաթներում, քանիսը չունեն դաշտ։ Կարող ենք համարել, որ
նրանք նպաստել են նաև որ Նոան խաղա կոնֆերենս լիգայում։ Սադրիչ հարցերը Չէ, ոչ թե սադրիչ, ես իմանայք մարդը ասուլիսի ժամանակ դա ասել է։ Ես շատ լուրջ բնականաբար չէ, շատ լուրջ ավանդ չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Տրամադրել է խաղադաշտ։ Տրամադրել է, այսինքն հաջողությունը դա է։ Խաղադաշտ տրամադրել։ Ֆեդերացիայի հաջողությունը ինչ են հասկանում դրա տակ։ հաջողություն պետք է լինի, է։ Դա մեր հաջողությունն է, հայկական։ Ես ուզում եմ իմանամ օրինակ ես գիտեմ ավելի ճիշտ ուզում եմ որ թիմը կուզենաս լինի շատ ուժեղ մեր Հայաստանի առաջնությունում։ Բոլորը։ Չէ, ռեալ եթե նայեք։ որ թիմը կուզենայր հետ գար։ Ես օրինակ Շիրակը։ Միկան ես։ Հետ գար, դու Շիրակ խաղում է։ Չէ, հետ գա Լավագույն ժամանակներ։ Հա, ես այդ չեմ թաքցրել միշտ ասել եմ, որ ինչ որ բայ ուզում եմ Շիրակի սեփականատեր դառնալ, այդ թիմը, այդ կոլորիտով, այդ ամեն ինչով ինձ շատ է դուր գալիս, իհարկե շատ պակասում է դեռ գումարը Շիրակն առնել, բայց Շիրակի հետ համաձայն եմ ու հին թիմերից Միկան ուզեի որ վերածնվեր, բայց այն հին Միկան չնայած Չեմպիոնական Միկայից քանի ֆուտբոլիստ կհիշես հենց հիմա։ Դե դարպասում Գևորգ Կասպարով կամ Արթուր Արությունյան, պաշտպանությունում Ալեքսը ճիշտ է, Ալեքսանդր Թադևոսյան, Գևորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Պեդրո Լոպես, Ուլիսես Մոնտենեգրո, Բոտի Դեմել, Էդնեյ Դե Օլիվեյրա, Արոն Ոսկանյան։ Իսկ հիմա մեր Հայաստանի առողջության որ ֆուտբոլիստն է, որ քեզ տպավորում է հայ ֆուտբոլիստների մասին է խոսքը, Կարեն Նալբանդյան։ Կարեն Նալբանդյան տպավորում է, հիասքանչ մարզավիճակում։ շատ լավ մարզավիճակում է գտնվում։ Կարենը շուտվանից էր տպավորում, բայց Կարենի մոտ ինչ որ մի բան միշտ թվում է որ պակաս է։ Միգուցե նա օրինակ Սպերցյանի կողքին խաղալով կարողանա իրեն շատ լավ դրսևորել, որտեղ մենք չենք տեսել Կարենի կողքին շատ ուժեղ ֆուտբոլիստի իրենց համագործակցությամբ էլի դա ֆուտբոլիստներունի վան է, բայց ոչ այն մակարդակի, որ կուզեինք տեսնել։ Կարելի է հավականում Սպերցյանի կողքին տեսնելու հասկանալ։ Իսկ չես կարծում որ Կարենը Նալբանդյան սպეციფიկ մեկ մարզչի հետ է շատ լավ աշխատում։ Դրա պատմությունն է իմանալու, որտեղ բանանցում էր Վայ Գևորգյանն ու գլխավոր մարզիչը։ Վայ Գևորգյանը իր հետ տանում է, այսպես ասած, միշտ Կարեն Նալբանդյան կամ իրենք գտնում են իրար ինչ-որ թիմում։ Մոտիվացիայի խնդիր է կարծում, ով ոնց կարողանում է մոտիվացնում, Վայն լավ է մոտիվացնում Կարենին, բայց ես անկեղծ 99%-ով վստահ եմ որ նրանք տեսնեմ հավաքականում։ Վարը քնիցը արթնանում ես ու գումար ունես այնքան, որ կարողանաս հայկական ֆուտբոլային ակումբ ստեղծես։ Ինչ անուն կդնես։ Գնամ Շիրակը։ Չէ, փորձեմ գնել։ Կա Շիրակ։ Նոր են տա։ Նոր ակումբ է, այո։ Նոր ակումբ ֆուտբոլիստներով կա, ամեն ինչ կա։ Օրինակ ես որ ֆենտեզիում խաղում եմ, չեմ դրել։ Ես Էրեբունի եմ դրել։ Armen United էի դրել։ Այդ շատ վատ է։ Խնդրեմ։ Armen United։ Խնդրում ենք մեր ChatGPT-ի աշխատակցին պատրաստել Armen United թիմի լոգոն։ Ես կարող եմ փոխել։ Կարամյան United էր գնել, Armen United։ Կարամյան United։ Խնդրում եմ մեր ChatGPT-ի աշխատակցին պատրաստել հենց հիմա արագ Գարամյան United FC լոգոն։ Նոր ակումբ է, ինչպես նաև մարզադաշտը, երկրպագուներին, ավտոբուսը, գնացին Չեմպիոնների լիգա։ Դուք շփվեք։ Պապանա չէ՞ հերոսով թազա բանա գտնում, սկսում եմ բզբզալ։ Թազա բանա գտե ChatGPT-ով։ Դե ինչ խաղարկության պահն է հասել, եթե ուզում եք ունենալ ֆուտբոլ 1 Արմենիայի կողմից ձեր նախընտրած մարզաշաբիկը, պետք է ճիշտ պատասխանեք Գևորգի կողմից հնչեցրած հարցին։ Ահա եւ հարցը։ Որ ակումբն է միակը եվրոպական ֆուտբոլում, որը հաղթել է իր երկրի բարձրագույն առաջնությունը, երկրի գավաթը, սուպեր գավաթը, Չեմպիոնների լիգան, UEFA-ի սուպեր գավաթը, աշխարհի ակումբային առաջնությունը եւ հնարավոր է դա թվա անհավատալի, բայց նաեւ երկրորդ, երրորդ եւ չորրորդ դիվիզիոնները։ Եվ վերջում ուզում ենք մեկ խաղ մեր մասնագետ Գևորգի հետ, ինքը շատ է սիրում այդ խաղը, 3-2-1 կոչվում խաղը։ Հա, ոչ մեկից չի հաղթել դեռ։ Աշխարհում երբեք չի հաղթել ինքը այդ խաղով, բայց շատ է սիրում մասնագետն է այդ խաղի։ Ես ասում եմ հետ հաշվարկ, հաշվում եմ 3-2-1, երկուսով ակումբ եք ասում մի ու պետքա գտնեք ֆուտբոլիստ ով խաղացել է։ Առաջինը ով ասեց, մեկ միավոր։ Ով առաջինը ասեց, ինքը կրկնիչ չէ։ Հա, всё։ Մենք խաղում ենք 3-2-1։ 3-2-1։ Ատլետիկո։ Միլան Ատլետիկո։ Մորատա։ Ճիշտ է, Մորատան խաղացել։ 1-0 առաջին միավորը մեր 26000 Տորրեսը կար։ շրջանակներում։ Այո։ Պատրաստ ենք։
3-2-1 Chelsea Ինտեր Chelsea Հետո Հետո Hernan Crespo-ի ասելու 1-1 1-1 Հետա գալիս Արմենը 3-2-1 Manchester United Պիկե Պիկե ճիշտ է 1-2 Հակառակը։ հաղթում են հյուրերը հետ հաշվարդի 3-2-1 Arsenal Torres Չէ Ո՞ս չի խաղացել Arsenal Սանյա Չէ Գալաս չէ Գալաս ճիշտ է William Gallas չէ խաղացել է հա Այո, խաղացել է խաղացել է Խաղացել է։ Ես Չեխի հետ էի ում հետ է Պետր Չեխը Սենց չի Պետր Չեխին Որ սենց սենց Պետր է Չեխին հա կապ չունի մի 3-1 1-3 հաշվով հաղթեց Արմենը դու կրկին պարտվեցիր ինչ անեմ շնորհակալություն Ոչինչ, մյուս անգամ կհաղթես։ Մյուս անգամ անենց ավելի ճիշտ հյուր չենք կանչի կհաղթես։ մենակով կխաղան որ ինչ-որ մի հատ շանս ունեն Թող լինեն նոր հաղթանակներ։ Ու Ու հենց հավատացեք, երազանքները հաստատ մի օր իրականանում են։ Ո՞վ ասել Մեծ մարդ ասել, մեծերից մեր։ Շնորհակալություն ասենք Արմեն, շատ Ես եմ շնորհակալ ենք, որ եկար հետաքրքիր մտքերով մեր հետ կիսվեցիր, անենց բաներ ասեցիր, որ չգիտենք շախմատի մասին, օրինակ որ վնասված կար ստացել վնասված կստացու ոչ միայն դա Սպրինտի շախմատի սպրինտի ընթացքը Շնորհակալություն քո կարիերայում միմիայն հաջողություններ Շատ եմ շնորհակալ։ քո ձայնով միշտ ուրախացրա ու ողջևորի մեզ հայ երկրպագույն ու բոլորիս հայերից Շնորհակալ որպես ավարտ կոնկրետ հաշիվ Paris Saint-Germain Inter 2-0 Paris Saint-Germain-ին Ինտերի օգտին Ինտերի օգտին շնորհակալություն Արմեն շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ կհանդիպենք հաջորդ շաբաթ